Բարեձեզ հարգելի գործընկերներ, սկսվում է Հայաստանի գավաթի ուղղորդումնման հանդիպանը Թխարային Մանուելի ասումիսը թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանի հետ։ Սկզբում մարզիչը կխոսի հանդիպանի մասին, այն հետո կարող է Կարծում եմ խաղի սցենարը կարող էր փոխվել, այսինքն արդյունքը, եթե մենք 1-0-ի ժամանակ մեր երկրորդ գնդակ հեղինակ էինք, նույնիսկ 2-3-րդ շանսներ ունեինք, իսկ բաց թողեցինք հենց 1-0 հաշվի ժամանակ մեր վտանգավոր գրոհի ավարտին չհասցնելուց հետո իհարկե գիտակցում էինք, որ ուժեղ որակով եւ փորձառու ֆուտբոլիստների դեմ ենք խաղում։ Գիտենք, որ եթե պետք է տառապեինք դաշտում, պետք է տառապեինք, որը որ անում էին մեր ֆուտբոլիստները, ու շնորհակալ եմ իրանց մեծ աշխատանքի համար, մինչև վերջ տվեցին ինչ ունեին խաղադաշտում, բայց 4-ը կարծում եմ մի քիչ շատ էր, շատ արագ երկրորդ խաղակեսում, եթե 5 րոպեվա ընթացքում հաշիվը դառավ 4-1, բայց մինչև վերջ պայքարեցինք, 4-2 երրորդն ունեինք խփելու հնարավորություն, ժամանակ էլ կարող էր փոխվել, բայց արժանիորեն հաղթեց Նոան եւ շնորհավորում եմ Նոային։ Շնորհակալություն հարցեր։ Վարդանյան, պարոն Արզումանյան խաղի առաջին րոպեները Նոան ակտիվ էր սկսել եւ որոշ վտանգավոր պայր ստեղծեցին, սակայն Ուրարտու կարողացավ դիվանալ Բեկտարկայի ճշմարը։ Հետագայում եղավ ձեր գոլը եւ գոլից հետո թիմը գրեթե ճշում չէր զգում, շատ լավ էի դուրս գալիս Լոայի ճշումից, սակայն Լոայի առաջի գոլից հետո գրեթե ոչինչ չէր ստացվում ձեր թիմի մոտ։ Հետո Լոայի 4 գոլից հետո որոշակի ակտիվություն ցուցաբերեցիք եւ խփեցիք գոլ։ Ցանկանամ մեկնաբանեք։ Կարծում եմ արդեն մեկնաբանեցի իմ խոսքի մեջ, բայց կրկին մեկնաբանեմ, մենք 1-0-ի ժամանակ, այո, երրորդն էլ ունեինք հնարավորություն դարձնելու հաշիվը 2-0, ես չեմ կարծում, որ Նոայի գոլից հետո առաջին, նկատի ունեք 1-1, որ մենք ակտիվ չէինք, ուղղակի երկրորդ խաղակեսը շատ արագ բաց թողեցինք մեր սխալներն էին մի քիչ շատ, բայց կրկնեմ, խաղի արդյունքը շատ հակառակը կարող լիներ, եթե մենք երկրորդ գնդակը խփեինք, իսկ վերջում ոչ թե մի փոքր շատ ավելացրեցինք եւ 4-3 կարող էինք դարձնել, հետագայում լարվածությունը կարող էր մեծանալ, որովհետեւ 4-2 թե 4-3 մեծ է տարբերությունը վերջին րոպեների եւ կրկնեմ մենք գիտակցում էինք, որ բարդ է լինելու, պատրաստ էինք դրան, գիտենք, որ Նոան եզրերից, կիսաեզրերից պետք է փոխանցումներ անի, որը որ մեծ հաշվով եւ թե կարողացանք չեզոքացնել, ցավոք սխալները մի քիչ շատ էին ու գոլերի քանակն այդքան եղավ։ Պարոն Արզումանյան, երկրորդ խաղակեսին մեկնարկում, ինչ առաջադրանք եք տվել թիմին, որովհետև առաջին րոպեներից 2 գոլ բաց թողեցիք ու ասած անհասկանալի էր թե ինչ եք ցանկանում երկրորդ խաղակեսի մեկնարկում։ Առաջադրանք հաստատ չի տվել, որ երկրորդ, երրորդը, չորրորդը բաց թողեինք։ Մի քանի ուղումներ էինք արել, որպեսզի չիջնենք հետ մեր կիսադաշտ, ավելի բարձր փորձենք մեր վինգերներով 4-2-4 էինք պաշտպանվում, բայց առաջին խաղակեսում դա այդքան էլ չէր ստացվում, 4-4-2-ի էր նմանվում, որը մեզ պետք չէր, մեզ պետք էր 4-2-4 պաշտպանվեինք, չիջնեինք ներքև, փորձեցինք դա ուղղել, փորձեցինք կոմպակտությունը ավելի բարելավել եւ գնդակով խաղի մեջ որոշակի նույնպես այժմ երևի շատ չխորանամ, փոփոխություններ արեցինք եւ շատ արագ բաց թողեցինք գոլերը սխալների պատճառով է լինում, հաստատ առաջադրանք չենք տվել, որպեսզի գոլեր բաց թողենք։ Լավ չսկսեցինք, հաջող չսկսեցինք։ Ոսկե առաջադրանքը ոչ թե գոլեր բաց թողնելու մասին է, այլ ինչ Պաշտպանությունում հարձակման ժամանակ էլ Ժիրայր Մարգարյանը եթե նկատել եք առաջին խաղակեսում այդքան հաճախ չէր մտնում կիսաեզր, կենտրոն, առաջադրանք տվեցինք, որ ավելի հաճախ մտնի, ավելի շատ քանակական առավելություն ունենանք եւ փորձենք օգտագործենք 5 կիսապաշտպան ունենք, փորձենք օգտագործենք կիսաեզրերի եզրերում դուրս գալ կառուցման փուլում, բայց մեկ բան է պլանավորել, մեկ բան է փոխել, այլ բան է ստացվել է կախված նաեւ մրցակցից, որ արժանիորեն փորձ ունեցող, որակ ունեցող ֆուտբոլիստներ են եւ
դրվագներով չստացվեց խաղի սկիզբը։ Հետո արդեն գնացինք, այսպես ասած, ավելի մեծ ռիսկի վաբանկ, արդեն հաշիվ հետաքրքիր չէր, ավելի խոշոր կլիներ, թե չէ, արձակողներն ուծեցինք, եւս այլ փոփոխություններ, կարծում եմ աշխատեց 4-2, եւս պայեր Միգելն ուներ, չկարողացանք ավելի մեծ ճնշում գործադրել եւ երրորդ հետեւաբար հետո նաեւ հնարավոր կլներ 4-ը չստացվեց։ Պարոն Ազիմանյան, վերջին խաղերում Միքայել Միրզոյանի այսպիսի մարզավիճակը տեսնում ենք, որ տարբեր դիրքերում, տարբեր դերերում շատ տարբեր խաղում կամ այս գերձին համար դիրքը այսպես ասած միգուցե լավագույնն են դա։ Այո, համամիտեմ նա շատ լավ է խաղում վերջին խաղերը, շատ լավ մարզվում է եւ մենք էլ փորձում ենք ֆուտբոլիստներին իրենց լավագույն դիրքերում օգտագործենք, այսինքն այն դիրքում, որտեղ ինքը մաքսիմում իրեն կզգա լավ իր գործողությունները կայուն լավ անելու համար։ Շատ լավ խաղեր խաղաց վերջին խաղերում, լավ է զգում իրեն թե կիսաեզրում, թե ավելի մեջտեղ տեղափոխվում, արագություն ունի, մեծ նաև ունի դիմացկունություն, արագությունը երևի թե տեսակ Արադ Արմենիայի դեմ հանդիպմանները ինչպեսի արագություն բացեց գնդակով, որը հեշտ չէ եւ շատ լավ զգում է գծերի արանքում, որտեղ հայտնվի, ոնց ստանա գնդակը, ինչ շարունակություն ունենա, միշտ ունենում է շարունակություն մինիմում 1 գոհեմ թե ինչպես է խաղում։ Ձեր առաջին գոլի վերաբերյալ եմ ուզում հարցնեմ, արդյոք տնային նախապատրաստական աշխատանք էր, որովհետև խաղայտոնը շատ բարձր դիրքում էր, օֆսայդի գծի վրա էր, եւ արդյոք հաշվի կարող եք, որ միգուցե Սուալեն թիկունք ուշադիր չի լինի նրան փոխօգնության չեն գա եւ ավաստանան փոխանցում։ Մեր նպատակը նաև դա էլ գիտենք, որ թողում է շատ դրվագներում, գիտենք նաև, որ երբ որ իր մոտից վինգերը դվյալ դեպքում պաշտպանությունում այսօր Բրունոն որպես արձակվող էր, բայց նա եզրում էլ է այդում, գիտենք, որ այդտեղից հեշտ է հանել զոնայից, պաշտպանին ձախ, ինչպես նաև Խարտոն Այվազյանը մեծ արագություն ունի, շատ արագ ֆուտբոլիստ է, կարծում եմ մենք կարողացանք իրենց այդ եզրում մեծ խնդիրներ ստեղծել իրենց համար, հաշվի ենք առել, ինչպես նաև այլ դետալներ, կարծում եմ որոշ առումով ստացվեց։ Այսօր ունեիք շատ ձեռները ապահովելու կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլում, սակայն չստացվեց։ Հայաստանի առաջնությունում ունեք անցկացնելու 2 խաղ՝ Շիրակի եւ Նոայի դեմ։ Ինչպես կգնահատեք ձեր թիմի շանսերը որակավորման փուլերին մասնակցելու համար։ Ինձ համար ֆուտբոլում յուրաքանչյուր խաղ, 2 թիմ, որ խաղում են 50-50 է։ Տվյալ խաղը։ Մենք ունենք 2 խաղ եւ պատրաստվում ենք Շիրակի դեմ հանդիպմանը, որը շատ մոտ է, շատ բարդ հանդիպում է լինելու, այնուհետեւ վերջին հանդիպումը Նոյի հետ։ Մենք եթե մեր 2 խաղերը հաղթում ենք, մենք 3-րդ տեղն ունենք մինիմում։ Իդ կախված նաեւ Նոյա Փյունիկ խաղից, երևի թե ոչ ոքի դեպքում նաեւ 2-րդ տեղ կլինենք, բայց մենք կենտրոնանում ենք եկող խաղի վրա, որ շատ բարդ հանդիպում է լինելու, ավելի առաջ չենք նայում, քանի որ կրկնեմ յուրաքանչյուր հանդիպում բարդ է, առավել եւս եզրափակիչ խաղից հետո, բարդված խաղից հետո, բայց մեր ֆուտբոլիստները յուրաքանչյուր մարզումն ու խաղը շատ կենտրոնացած են անցկացնում եւ հուսով եմ, որ այդ 2 բարդ հանդիպումներում կգրանցենք այն արդյունքները, ինչին որ ձգտում ենք։ Հովհաննես Պետրոսյան, որ 4 օր բաց թողեցիք, բարձր չէ մոտիվացնել դեր ֆուտբոլիստները, որպեսզի առաջնան եւ քամբեքի հույս կար ասած։ Ոչ մի բան հեշտ չէ ֆուտբոլում, առավել կյանքում ոչ մի բան հեշտ չի տրվում։ Մենք այսօր խաղում էինք մեկ մտքով, որ հաղթենք մինի փոքրիկ հաղթանակներ ունենանք ամեն դրվագում, որը կարծում եմ մենք մեծ հաշվով ունեցանք։ Մենք պետք է եկող գործողությունը հաղթած դուրս գայինք։ Ամեն հետ պասը իրանց դա մեր հաղթանակներ։ Ամեն մեր չպարտվելը դուելներում մեր հաղթանակներ։ Ամեն գիծ կտրելը մեր հաղթանակ, այսինքն ամեն եկող գործողության համար ենք խաղում
Որ շատ լավ հիշեցրեցիք, կարծում եմ ստացվեց ոչ թե իմ մոտիվացնելն էր նրանց, ես շատ ուրախ եմ, որ 4-1 հաշվի ժամանակ մեր ֆուտբոլիստները ինչը որ խնդրել ու պահանջել էինք, մինչև խաղի վերջ փորձել հաղթել եկող գործողությունը, փորձել ունենալ փոքրիկ հաղթանակ, արեցին մինչև վերջ, կարծում եմ մինչև վերջ ճնշում գործադրեցինք, մինչև վերջին վայրկյանը ու պայել ունեցանք 4-1-ի ժամանակ, 4-2-ի ժամանակ, դա իրենց վաստակն է, որից որ գոհ ու շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Պարոն Ասմանյան, երբ մրցակցի հարցակումը ուսումնասիրելիս եք լինում, արդյոք հաշվի եք առնում որոշ գործոններ, որոնք վտանգի ավելի բարձր ստանդարտ ունեն, օրինակ Նոան շատ հաճախ տուգանային հրապարակ դեպի բացից փոխանցումներ է կատարում Հուսեյնովիչի կամ փորձում են ներխուժել ցածրից փոխանցվող կենտրոն։ Այսօր այդպես փորձում են չկարողացան գործել եւ սկսեցին հեռվից հարվածների անցնել։ Ինչպիսի տեղում էր վտանգի այդ հեռվից հարվածները։ Բացի ձեր վերը նշած գործողություններ, որ Նոան շատ հաճախակ է անում ու լավ է անում, նաեւ պատրաստվել էինք, նաեւ կարողանանք որ հեշտ փոխանցում չանեին, անելուց բարդ իրավիճակում անեն։ Իհարկե լավ պաշտպանվենք տուգանային հրապարակում, հարված անելու համար չթողնեին կամ հեշտ չանեին, բայց ստացվեց Նոան շատ վտանգավոր թիմ է, քանի որ հա իրենց մոտ ավելի հաճախ այդ փոխանցումներն են, բայց ֆուտբոլիստները շատ որակով են ու խելացի, այսինքն ֆուտբոլում կատարվում է հազարավոր գործողություններ, չես կարա բոլորը կոնտրոլես, ֆուտբոլիստը որոշում է ի վերջո կայացնում խաղի ժամանակ եւ կարող է այնպեսի որոշում կայացնել, որ ինքն է գտնում այդ պահին ամենաճիշտն, այսինքն չես կարող կոնտրոլ անել, կառավարել ամեն ինչ։ Պետք է փորձել կառավարել այն, ինչը մեր կառավարման տակ կարող է լինել, այսինքն պատրաստվել ենք իրենց, այսպես ասած, քրոնիկ այն ինչ որ ունեն գրոներ կառուցելիս, եզրափակման հատվածում դրա դեմն առնենք, որ կարծում եմ մեծ հաշվով ստացվեց, բայց գոլերը տարբեր ձև են խփվում, հերվից հարվածներից էլ գոլեր բաստողեցինք։ Պարոն Ազունյանը մրցաշրջանի այս վերջին փուլում Ուրարտում մի քանի կարևոր պարտություն ունեցավ անմիջական մրցակիցներից, իհարկե տարբեր խաղեր էին, Արարատարմենի հետ շատ ավելի մոտ էինք դրական արդյունքի, քան օրինակ Գյումրիին, բայց ինչ որ մի ընդհանուր բան տեսնում ենք այս խաղերի մեջ դրական կամ բացասական, որ թիմին չի տալիս այդ պարտությունները։ Ֆուտբոլիստները շատ են աշխատում, այդ խաղերը տարբեր են եղել, ես կարծում եմ Ալաշկերտի դեմ այդ խաղի սկիզբը 11 մետրանոց է նույնիսկ նորմալ է կարող են գոլ բաց թողենք, կարմիր քարտը մի քիչ մեզ չտվեց հնարավորություն, Չնայած կարմից հետո մենք շատ լավ ենք խաղացել, Ալաշկերտը չեմ հիշում որպեսի պահ ունենային, բացի արդեն ամենավերջում մենք 10 հոգով գոլեղինակ դարձանք եւ լավ հանդիպում անցկացրեցինք, ճնշում էին գործադրում, բայց ամեն դեպքում ազդեց ավել ճնշումը բարձրացնելու մեջ։ Այսինքն դա տարբեր խաղ է։ Փյունիկը լիովին վատ խաղ էր, դրա մասին ես խոսել եմ։ Իսկ Արարատ-Արմենիայի դեմ 0-0-ի ժամանակ ամենամեծ հնարավորությունը գոլային ունեցել ենք մենք Միրզոյանը, երկրորդ ամենամեծ հնարավորությունը գոլային 0-0 ժամանակ ունեցել ենք մենք, Բրունոն չասավ, երրորդ ամենամեծ գոլային հնարավորությունը 0-0 ժամանակ ունեցել ենք մենք Արմեղազյանի հարվածը, բայց Արմենիան մեզ ստիպել էր որոշակի հատվածներում մեր տուգանայինի մոտ պաշտպանվենք եւ ունենում էին վտանգավոր հեռվից հարվածներ կամ փոխանցումներ։ Դա էլ ուրիշ խաղ էր, այդ խաղն էլ մենք կարծում եմ լավ խաղացինք, միայն Փյունիկի խաղն է երևի թե որ տապալեցինք այսպես ասած, բայց բոլոր թիմերն էլ շատ ուժեղ թիմեր են եւ պետք է բնականաբար բարելավենք մեր խաղը, կենտրոնանք եկող խաղի վրա, չենք գնամ ետ։ Պարոն Ասմանյան, դուք երկրորդ անգամ Արարատի պարտվեցիք Գավաթի երեխեքիչում, քանի որ իրավիճակները տարբերից հետաքրքիր է արդյոք ափսոսանքի աստիճանին է տարբեր։ Երկու անգամ եզրափակիչ դուրս եկանք, երկու անգամ պարտվեցինք։ Այսօրվա խաղից կարամ խոսամ, ափսոսանք միշտ կա որ խաղս պարտվում։ Այսօրվա խաղը մի քիչ ցավալ էր, քանի որ կրկնեմ իմ կարծիքով 2-0 դարձնելու դեպքում մենք հաղթելու էինք այս խաղը։